Մետրոյում երեխայի ներկայությամբ մայրիկին թիրախավորած Նիկոլ Փաշինյանը ժամադրում է տիկնոջը նրանից ներողություն խնդրելու համար։ Նիկոլ Փաշինյան, դուք ներողություն պիտի խնդրեք ոչ միայն այդ կնոջից։ Հրավիրեք տասնյակ հազարավոր հայերի հանրապետության հրապարակ եւ ներողություն խնդրեք նրանցից, ընթերցելով ձեր հրաժարականի տեքստը։ Այլ ներողություն ձեզնից չեն սպասում։ Դուք հրաժարվել եք ձեր իսկ հռչակած այսպես կոչված հեղափոխական արժեքներից։ Դուք հրաժարվել եք 2021 թվականին ձեր ընտրողներին տված խոստումներից։ Դուք պարտվել եք պատերազմում, դուք ստորագրել եք կապիտուլյացիա, դուք վաղուց պետք է հրաժարական տված լինեիք։ Դուք, որ ձեզ համարում եք իբրև թե արևմտյան արժեքների պաշտպան կամ ժողովրդավար, պետք է օրինակ վերցնեիք, ասենք, Էստոնիայի վարչապետից, Պորտուգալիայի վարչապետից, որ հրաժարական են տվել կոռուպցիոն սկանդալի համար։ Դուք, որ ժամանակին Կանադայի վարչապետին գուլպաներ էիք նվիրում, գուլպա տալուց կարող էիք նաև օրինակ վերցնել։ Նա էլ հրաժարական տվեց։ Դուք, եթե լինեիք իրապես արևմտյան արժեքների ջատագով, երեխաներին չէիք ներգրավի նախընտրական քարոզարշավում, երեխաներին չէիք դարձնի քաղաքականության գործիք, երեխայի ներկայությամբ մայրիկին չէիք թիրախավորի, երեխային հոգեբանական բռնության չէիք ենթարկի։ Եթե մեր երկիրը իսկապես ժողովրդավարական ուղու վրա լիներ, արևմտամետները ոչ թե կլինեին հաստիքային եւ կսպասարկեին ձեզ, այլ կդատապարտեին ձեր վարքագիծը, էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցներին թիրախավորելը, ատելություն քարոզելը։ Նիկոլ Փաշինյան, ասում եք, ինչքան ուզում է հայհոյեն, մեկ է ուզում եմ խոսել մարդկանց հետ։ Դուք մարդկանց հետ խոսելու համար 8 տարի ժամանակ ունեիք։ Դուք մարդկանց հետ խոսելու փոխարեն ահաբեկեցիք նրանց, պատերազմ ու տառապանք պատճառեցիք, իրավապահ համակարգը դարձրիք մահակ մարդկանց լռեցնելու համար եւ սարսափում եք այն մտքից, որ չնայած այդ մահակին մարդիկ չեն լռում։ Ահաբեկում եւ շանտաժի եք ենթարկում հայ ժողովրդին, ասելով, թե եթե դուք չընտրվեք, աղետաբեր պատերազմ կլինի։ Դուք նախ պատասխան տվեք ձեր բերած աղետաբեր պատերազմների համար։ Դուք պատասխան տվեք անհետ կորած զինվորի մայրիկին, որը ձեզ հետ պատահական հանդիպմանը խնդրում էր չտեսանկարահանել ձեր զրույցը, բայց դուք նրա անգամ այդ խնդրանքը չկատարեցիք։ Դուք նրա վիշտը չհարգեցիք, որովհետև ձեզ համար ամենակարևորը շոուն է։ Նիկոլ Փաշինյան, դուք, որ փախել եք ձեր պարտավորություններից, զոհված հրամանատարի դստերը մեղադրում եք փախուստի մեջ։ Դուք, որ քարոզում եք որկրամոլություն, բլոկադայի մեջ առանց հացի մնացած կնոջը մեղադրում եք փախուստի մեջ։ Նիկոլ Փաշինյան, դուք այդպիսի եռանդով քարոզում եք շատակերություն, որովհետև համոզված եք, որ հայ ժողովրդի համար մեծագույն արժեքը ուտելն է։ Դուք ուզում եք ցույց տալ, որ ձեզ ու հայ ժողովրդին կապող պորտալարը ախորժակն է։ Բայց հայ ժողովուրդը այլ նկարագիր ունի, եւ այդ նկարագիրը արտացոլված է այս լուսանկարում։